Տիկին Մելսիդան 2022-ին տնային խնամք ստացող 1860 տարեցներից մեկն է։ Շաբաթի 2 անգամ գալիս են, բայց այդ արանքում էլ զանգում են, ինչա պետք, ես էլ ասում եմ, որ էս բերում են։ Սկզբում ամուսնու համար արդեն մի քանի տարի է տիկին Մելսիդային են այցելում տան հոգսը հոգալու։ Ինչ եք ուզել, որ ձեր համար պատրաստեն։ Տան մաքրությունից մինչև լողացնել ու պարզապես զրուցել։ Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության խնամատարն է պատմում, ինչի կարիք ունեն տատիկ-պապիկները։ Այս կազմակերպությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անցկացրած տարեցներին ուղղված ծառայությունների դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկն է։ Երևանի 6 ցերեկային կենտրոնում 430 շահառու տարեց ունեն, եւս 735 շահառու խնամքը տանն է ստանում։ 2020 թվականից մասնակցել ենք մրցութային դրամաշնորհային ծրագրերին։ Տարիներ են եղել, որ մասնակցել ենք ամբողջական ծածկն ենք ապահովել, բայց հիմնականում ցերեկային կենտրոնների մասով ենք աշխատել եւ Երևանում եւ մարզերում։ Այս ծառայությունների համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2023-ի համար դրամաշնորհային մրցույթն արդեն հայտարարել է։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է։ Սկսած 2020 թվականից հավաստագրված հասարակական կազմակերպություններին պատվիրակում է ծառայություններ դրամաշնորհային կարգով, այսինքն մենք հայտարարում ենք դրամաշնորհային մրցույթներ, բաժանած ըստ լոտերի, ըստ գործունեության տեսակների։ 2023-ի բյուջեում այս ծառայությունների համար հատկացումների ավելացումներ են արվել։ 2022 թվականին հաստատվել էր մոտ 3 միլիարդ դրամ, 2023 թվականին նախատեսվել է 800 միլիոնով կամ 27.8%-ով ավելի։ Իսկ ցերեկային կենտրոններից այս պահին Հայաստանում օգտվում է 1262 տարեց, 650-ից 700-ը Երևանում, մյուսները մարզերում։ Հետևաբար մենք նաև զուգահեռաբար աշխատում ենք, որպեսզի այն մարզերում, որտեղ չկան ծառայություն մատուցողներ, նրանք ժամանակի ընթացքում հայտնվեն, կան հավաստագրվեն, կարողություններ զարգացնել, որպեսզի մենք ընդլայնենք նաև ծառայությունների ցանցը։ Նախարարությունը նաև մոնիթորինգ է իրականացնում ծառայությունների որակից մինչև տարեցների կարծիք, ծախսերի կատարողականներ։ Նախարարությունից վստահեցնում են, որևէ խախտման դեպքում ցանկացած պահի պայմանագիրը կարող են միակողմանի չեղարկել։ 2020 թվականից այս կողմ ստիպված ենք եղել որոշակի հասարակական կազմակերպությունների բացահայտելուց հետո, որ ծառայությունները պատշաճ չեն իրականացվում, միակողմանի լուծել պայմանագիրը։ Տվյալ հասարակական կազմակերպությունը հայտնվում է մի իրավիճակում, երբ 1 տարի կասեցվում է նրա ծառայություն մատուցելու հնարավորությունը։ Օրինակ նախորդ տարի Վարդաշենի անօթևանների կացարանում ծառայություն մատուցող Հանս Քրիստիան Կոֆոեր բարեգործական հիմնադրամը մեկ այլ ծրագրով ծառայությունները պատշաճ չէր մատուցել, որի հետևանքով ընդգրկվել էր դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում։ Նախորդ տարի հայտարարված այդ մրցույթին մասնակցող այլ կազմակերպություն այդպես էլ չէր եղել։ Եվ հետևաբար նախարարությունը որոշում կայացրեց, բնականաբար մարդիկ չէին կարող տարվա վերջին օրերին նախորդ ծառայությունը մատուցող կազմակերպությունը պիտի իր լիազորությունները դադարեր եւ արդեն մարդիկ հայտնվելու էին դրսում։ Թիվ 1 տուն ինտերնատ պոակին կից կառույցում շատ արագ հնարավորինս փորձեցինք վերակազմակերպել ծառայությունները։ Դատարկ շենք եղել, շենքը մաքրել ենք, շենքը փորձել ենք ինչ-որ չափով կահավորել, տեսքի բերել։ Հիմա այս լոտով էլ է մրցույթ հայտարարվել, նախարարությունում վստահ են մասնակցող հաղթող կլինի, բայց ինչպես Վարդաշենից տուն ինտերնատ տեղափոխվելիս, այնպես էլ հիմա հավանական տեղափոխության մասին լուրը իմանալուն պես անօթևանների կացարանի բնակիչները բողոքում են, դեմ են։ Կարող ավելի լավ տեղ եք գնում, կամ էլի լավ տեղ եք գնում։ Ձևերով տեղափոխեցից, ընդ սաղ պարավ, մարավ։ Մենք սովորել ենք, այս ղեկավարությանը արդեն մենք սովորել ենք, մեր ընտանիքի պես ապրում ենք։ Լավ օրից չէ, որ իրենց տունը անօթևանների տանիքն է դարձել, ասում են այս տանիքի տակ ապրողները։ Բախտից, խելքից, սեփական սխալներից են պատմում պատմությունները, հիմնականում ավարտվում է։ Տունն էլ գնաց կուրը։ Մենակ էի մնացել։ Տանս մնացի դուսը։ Ընկել եմ բարքերի մեջ, ընկել եմ ստեղ։ Գայանե Շահինյանը ժամանակին ագրարային համալսարանում է աշխատել, տունը վաճառել է ծնողներին դեղ առնելու համար։ Հաց տվողից չեն բողոքում, ասում է տիկին Գայանեն, հետո սրտնեղած ավելացնում։ Շվարած մարդիկ նստել են, չգիտեն իրանց նոր տարվա նախօրյակին, ով է ուր գնում։ 80 անօթևանից շատ քիչ մասն է աշխատում, ասում է Հարություն Մուրադյանը, պահակ, մատուցող, հյուրանոցներում հավաքարար։ Սոցաշխատողը Անուշիկ Բաբայանի մասին է պատմում։ Կացարանում չէր, վերնիսաժում իր գործած տիկնիկներն է վաճառում։ Եվ ոչ միայն տիկնիկներ, այլ բաներ էլ է գործում։ Ավելացնում է, նաև նկարում է, տաղանդավոր է, միայնակ, ձեռնունայն։ Նախարարությունից տեղեկացնում են, ծառայությունում ընդլայնում կա, եթե նախորդ տարի 80 շահառուի ծառայություն մատուցելու հնարավորություն կար, ապա 2023
թվականից 100-ը կդառնան։ Բողոքներին ի պատասխան նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտում է. անցած տարի կառավարությունը ստիպված էր այդպիսի հրատապ քայլի դիմել, բայց անօթևանների համար պետք է գտնել այնպիսի մի ընկերություն, որը կկարողանա այլ վայրում պատշաճ ծառայություն մատուցել։ Ծառայություններից չի բողոքում, բայց եթե ավելի լավն են լինելու, ավելի լավ, ասում է Միասնիկ Ասատրյանը։ Նորաբնակն անօթևանների կացարան միայնակ չի եկել։ Խաղաղության աղավն է, սիրում եմ իշել։ Քանիսն են։ 20 քանի հատ։ Երբ տաքսի չի վարում, կացարանի անկյունում նստած աղավնիներին է կերակրում։ Իրնամ Կրչյան, Աշոտ Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։